Այլ հայացք Գազայի հատվածում Իսրայելի նոր գործողությանը։ Դեռ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա Համասի հարձակմամբ սկսված եւ իսրայելական պատասխան ռազմական գործողությամբ խորացած ճգնաժամը շարունակվում է։ Մայիսի 16-ին Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածում Գեդեոնի կարգեր նոր լայնածավալ գործողության մեկնարկի մասին։ Դեռ մայիսի սկզբին Իսրայելի ռազմական կաբինետի հավանությանն արժանացած այս գործողությանը մասնակցում է իսրայելական բանակի 5 դիվիզիա, իրականացվել է նաև պահեստազորայինների հավաք։ Գործողության հայտարարված նպատակներն են Համասի ջախջախումը, շարժման հրամանատարական համակարգի ոչնչացումը, տարածքի նկատմամբ օպերատիվ կառավարման հաստատումը եւ դրա բաժանումը գոտիների, բնակչության կենտրոնացումը առանձին շրջաններում եւ պատանդների վերադարձը։ Հատկանշական է, որ նախորդ գործողությունների ժամանակ Իսրայելը երբեք Գազայի հատվածն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու խնդիր չէր դրել։ Ռազմական գործողության մեկնարկից մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած արտահոսքի պատճառով իսրայելական մամուլում հայտնվեցին Քնեսեթի արտաքին գործերի եւ պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում Բենյամին Նեթանյահուի արտահայտած խոսքերը Գազայի հատվածից պաղեստինցիների հարկադիր տեղահանման մասին։ Նա մասնավորապես հայտարարել էր, որ Գազայի հատվածում ավելի ու ավելի շատ տներ են ոչնչացվում, որպեսզի բնակիչները վերադառնալու տեղ չունենան։ Իսրայելի վարչապետի գնահատմամբ գլխավոր խնդիրն է գտնել նրանց ընդունելու ցանկություն ունեցող երկրներ։ Արդեն գործողության մեկնարկից հետո Նեթանյահուն հայտարարեց, որ այն վերջ կդնի արդեն 19 ամիս շարունակվող պատերազմին։ Նրա խոսքով Իսրայելը կիրականացնի Թրամփի ծրագիրը, որը նախատեսում է Գազայի բնակիչների մեծ մասի տեղափոխում երրորդ երկրներ եւ Գազայի հատվածի վերակառուցում որպես մերձավոր արևելքի Ռիվիերա։ The Sunday Times-ի տրամադրության տակ հայտնված տվյալների համաձայն ռազմական գործողության շրջանակում Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր է Գազայի խաղաղ բնակչությանը կենտրոնացնել 3 խիստ վերահսկվող գոտիներում՝ անկլավի հյուսիսում, կենտրոնում եւ հարավում։ Դրանք կազմելու են Գազայի ընդհանուր տարածքի մոտ կեսը։ Այդ հումանիտար գոտիները միմյանցից կբաժանվեն 4 ռազմական գոտիներով, որտեղ ինտենսիվ մարտերը կշարունակվեն։ Քաղաքացիական անձանց կարգելվի տեղաշարժվել գոտիների միջև առանց հատուկ թույլտվության։ Ապրանքների տեղափոխումը կլինի զինվորականների վերահսկողության ներքո, տեղաշարժը հատուկ անցագրերով։ Գեդեոնի կարգեր գործողության առաջին օրերին Իսրայելը օդային լայնածավալ հարվածներ հասցրեց Գազայի հատվածին, պնդելով թիրախավորում է միայն Համասի հետ փոխկապակցված օբյեկտները։ Հարվածների հետևանքով սակայն քաղաքացիական բնակչության շրջանում գրանցվել է մի քանի հազար զոհ ու վիրավոր։ Այնուհետև Ցահալը սկսեց հրետանային հարվածներ եւ զորաշարժեր։ Մայիսի 18-ին մեկնարկեց ցամաքային գործողությունը։ Իսրայելական ուժերը սկսեցին շարժվել անկլավի խորք եւ զբաղեցնել ռազմավարական դիրքեր։ Ուշագրավ է, որ այս զարգացումները տեղի են ունենում Գազայում աննախադեպ հումանիտար ճգնաժամի պայմաններում։ Դեռ մարտի 2-ին Նեթանյահուն հայտարարեց անկլավ մարդասիրական օգնության մատակարարումների ամբողջական դադարեցման եւ բոլոր սահմանային անցակետերի փակման մասին։ Համասի կողմից հրադադարի երկարաձգման Սթիվ Ուիտկոֆի պլանը չընդունելու պատճառով։ Իսրայելը բլոկադան բացատրում է նրանով, որ Գազայի հատված մուտք գործող հումանիտար օգնության մեծ մասը հայտնվում է Համասի ձեռքում, որն իր հերթին այն վաճառում է բնակչությանը։ Շրջափակման հետևանքով պաղեստինյան անկլավում ստեղծվել է հումանիտար ծանր իրավիճակ։ ՄԱԿ-ի տվյալով Գազայի յուրաքանչյուր 5-րդ պաղեստինցին ներկայումս սովի առջև է կանգնած։ Տարեսկզբից ի վեր 9000 երեխա հոսպիտալացվել է սուր թերսնման պատճառով։ Միջազգային կառույցներն ահազանգում են անգամ սովամահության դեպքերի մասին։ Ստեղծված հումանիտար իրավիճակը բավական լայն միջազգային արձագանք է ստացել։ Դաշնակիցների ճնշումների ներքո ցամաքային գործողություն սկսելու օրը Բենյամին Նեթանյահուն հայտարարեց, որ կթույլատրի սահմանափակ քանակի սնունդ տեղափոխել Գազայի հատված։ Փորձագետների գնահատմամբ, սակայն այդ ծավալը բացարձակապես հեռու է սովի եզրին հայտնված շուրջ 2 միլիոն բնակչության նվազագույն կարիքների բավարարման համար եւ ավելի շուտ միջազգային ճնշումները թույլատնելու քայլ է։ Ուշագրավ է, որ Իսրայելը Գազայի հատվածում օպերատիվ վերահսկողություն հաստատելուց հետո մտադիր է ստեղծել օգնության մատակարարման եւ բաշխման նոր համակարգ, որն ըստ Նեթանյահուի մշակվել է Միացյալ Նահանգների հետ համատեղ։ Այդ նպատակով ստեղծվել է անգամ նոր կազմակերպություն՝ Գազայի մարդասիրական հիմնադրամը, որը պետք է ստեղծի հումանիտար օգնության բաշխման մի քանի կենտրոն սահմանային շրջաններում, իսկ ողջ գործընթացը լինելու է իսրայելցի զինվորականների հսկողության ներքո։ Այս ծրագիրն արժանացել է ՄԱԿ-ի եւ այլ կառույցների քննադատությանը եւ նրանք հրաժարվել են գործակցել նոր հիմնադրամի հետ։ Իրավապաշտպաններն ահազանգում են, որ այժմ, երբ միջազգային հանրությունը կենտրոնացած է Գազայում տեղի ունեցող զարգացումների վրա, իսրայելական կողմը սողացող անեքսիայի է ենթարկում նաև արևմտյան ափը, ինչը բավարար ուշադրության չի արժանանում։
Իսրայելի գործողությունները բավական բացասական արձագանքի են արժանացել անգամ նրա գործընկերների շրջանում։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ-Իսրայել ասոցիացման համաձայնագրի վերանայման, ինչպես նաև պատժամիջոցների նախապատրաստման մասին։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Կանադան նախազգուշացրել են, որ եթե ռազմական գործողությունները չդադարեցվեն եւ մարդասիրական օգնության սահմանափակումները չչեղարկվեն, Իսրայելի դեմ կսահմանեն թիրախային պատժամիջոցներ։ Պաշտոնական Լոնդոնը հայտարարել է նաև, որ դադարեցնում է Իսրայելի հետ առևտրային բանակցությունները։ Այս պայմաններում հետաքրքրական է Միացյալ Նահանգների դիրքավորումը, որը ոչ բացահայտ քննադատության է ենթարկում, ոչ էլ աջակցություն է հայտնում Իսրայելի գործողություններին։ Այնուամենայնիվ ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմում կան որոշակի դժգոհություններ։ Այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ Դոնալդ Թրամփը իր մերձավոր արևելյան շրջայցի շրջանակում այդպես էլ չայցելեց տարածաշրջանում մերձավոր դաշնակից երկիր՝ Իսրայել։ Արդյոք Իսրայելին կհաջողվի լիարժեք վերահսկողություն հաստատել Գազայի հատվածում, դեռ վաղ է ասել։ Այդ հարցում վճռորոշ ազդեցություն կարող են ունենալ Իսրայելում հանրային տրամադրությունների փոփոխությունը, միջազգային ճնշումները եւ իհարկե Վաշինգտոնի դիրքորոշումը։ Անկամ եթե իսրայելական կողմը ստիպված լինի դադարեցնել ռազմական գործողությունները, կատարում Համասի հետ բանակցություններ, Իսրայելը կվերադառնա ավելի ամուր դիրքերով։